Պարոն նախագահ, ընտրությունների նախաշեմին Ռուսաստանի Դաշնությունը սանկցիաներ է կիրառում հայ տնտեսվարողների մթերքների վրա, որոնք որ արտահանվում են ԵԱՏՄ շուկա։ Դուք այստեղ քաղաքական ենթատեքստ տեսնում եք, թե ոչ, վերջերս նաև սանկցիա կիրառվեց Ջերմուկ գրուպի ապրանքանիշի վրա։ Մեզ հայտնի է, որ Ջերմուկ գրուպը պատկանում է Վայոց ձորի մարզպետի, ԿՊԱ-ական մարզպետի հորը, շատերը հենց այստեղ քաղաքական ենթատեքստ են տեսնում։ Ռուսաստանի Դաշնության նախագահը շատ ուղիղ ակնարկել է, որ պետք է Նիկոլ Փաշինյանը ընտրություն կատարի ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի միջև։ Դուք ինչպես եք տեսնում այդ ընտրության ելքը, այսինքն դուք ինքներդ կարող եք ընտրություն կատարել եւ կարող եք ընտրել երկուսը միաժամանակ, ինչպես եք դա տեսնում համատեղությունը։ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ եթե իրենից բացի դուք, Սամվել Կարապետյանը եւ Գագիկ Ծառուկյանը գան իշխանության, ապա անխուսափելի է լինելու պատերազմը եւ ամբողջ քարոզարշավի երրորդ հարկն է կառուցում այդ հարցի վրա։ Լավ, երեք հարկանի հարց է դառնում։ Ես կառաջարկեի, եթե պետք է մենք մի ԵԱՏՄ-ն ավարտենք։ Մի 2-3 անգամ կարող ենք sense պատասխանել այ ԵԱՏՄ-ի մասով։ Նայեք, ակնհայտ է, որ ԵԱՏՄ-ն եւ Եվրոմիության անդամակցությունը անհամատեղելի է։ Սա ընդունում է նաեւ Հայաստանի իշխանությունը։ Բայց ինչ է ասում Հայաստանի իշխանությունը, ասում է մենք բռնել ենք այս ճանապարհը, դուք սպասեք, երբ որ մենք կհասունանանք, պատրաստ կլինենք, մենք ձեզ կասենք։ Ռուսաստանի պես խոշոր երկրների հետ այսպիսի լեզվով չեն խոսում։ Ոչինչ չեն խոսում։ Աշխարհում ընդունված կարգը հետևյալն է։ Յուրաքանչյուր գերպետություն ունի որոշակի աշխարհաքաղաքական շահեր եւ ինքը իր հարաբերությունները, իր առևտրային ռեժիմները համադրում այդ շահերի հետ։ Նայեք Միացյալ Նահանգների քաղաքականությունը ինչպիսին է։ Չինաստանի նկատմամբ, Կանադայի, Մեքսիկայի, նույնիսկ բարեկամ երկրների նկատմամբ տարիֆային քաղաքականության փորձում է ինչ որ սիգնալներ տալ, այսպես ասենք, ինչ որ բան ցույց տալ, իր ուժը, իր կարողությունը։ Այդ տեսանկյունից Ռուսաստանը չափազանց համբերատար է, չափազանց համբերատար։ Բայց մոտեցումը հետևյալն է, եթե դու բարեկամ երկիր ես, ուրեմն քո հետ մեկ առևտրային ռեժիմների մեջ կարող ենք լինել։ Եթե դու դուրս ես գալիս այդ բարեկամ երկրի կարգավիճակից, գնում ես դեպի երկրներ, որոնք Ռուսաստանի հետ շնամացած են այսօր, ուրեմն դու այլ ռեժիմների մեջ կարող ես հայտնվել։ Եվ սրա մասին իրենք ասում էին, սա բան չէ, հանկարծակի չէ։ Առնվազն վերջի 2 ամսվա ընթացքում Ռուսաստանի պաշտոնյաները անընդհատ դա հուշում են։ Ես իմ ելույթներում միշտ ասում եի, որ զգուշ եղեք։ Չի կարող երկրի արտաքին քաղաքականությունը համահունչ չի լինի երկրի տնտեսական շահերի հետ։ Այն ինչ անում է այսօր Հայաստանի կառավարությունը հակառակ ուղղությամբ է տանում երկրի տնտեսական շահերը։ Սա խփելու է ուղղակի ժողովրդի բարեկեցության վրա։ Ինչ մենք արդեն տեսնում ենք դրսևորումները։ Իմաստը պետք չի զարմանալ, սա պետք է հարցնել հետևյալը։ Այս կառավարությունը այս հաշվարկները արել է, թե իրենց համար, չգիտեմ ինչի, դա անակնկալ է։ Թե մտածել են, թե այնուամենայնիվ սենց էլի կուլ կտան, էլի բան չեն անի։ Ինձ համար սա սպասվելիք իրադարձությունների մի շղթայի սենց հետևողական շարունակությունն է։ Օքեյ, ասում ժողովուրդն է, տուժում։ Երկը ժողովուրդն է պետք է մտածել։ Ռուսաստանի Դաշնությունից։ Հիմա դուք ինչ եք առաջարկում, Ռուսաստանի Դաշնությունը մտածի մեր ժողովրդի մասին, թե առաջերտին մեր կառավարությունը մտածի մեր ժողովրդի մասին։ Ենթադրում եմ, որ առաջերտին մեր կառավարությունը պետք է մտածի մեր ժողովրդի մասին, առաջերտին։ Եվ չանի քայլեր, որոնք խփում են այդ հենց մեր ժողովրդի բարեկեցությանը։ Իսկ Ռուսաստանի Դաշնությունը ինքը առաջնորդվելու է առաջերտին իր պետական ազգային շահերով։ Ուրիշ մոդել ուղղակի չկա։ Իմ տպավորությամբ ես ուղղակի գնահատական կտամ իմ sense հայացքով ոնց եմ տեսնում։ Իրենք համարում են, որ հայ ժողովուրդը բարեկամ ժողովուրդ է, շատ են ուզում, որ Հայաստանի Հանրապետությունը լինի բարեկամ երկիր, բայց այն հարցազրույցները, այն հայտարարությունները, որ անում են պաշտոնյաները, նշանակում է, որ
բարեկամ երկիր տեսնելով Հայաստանին, իրենք տեսնում են ոչ բարեկամ կառավարություն։ Եվ փորձում են այդ կառավարությանը հուշել, որ սա անվերջ չի կարող շարունակվել եւ սա հետևանքներ ունենալու։ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսով 200 անգամ խոսելը Նիկոլ Փաշինյանը հայտարարել։ Ինչի մասին է վկայում, վատ թե լավ հարաբերություններ։ Ես կարծում եմ, որ ենթադրում եմ, որ Նիկոլ Փաշինյանը մտածում է, թե այս ներքին կորուծիտներում իր հաջողությունը նաեւ արտաքին կորուծիտների հույս է տալիս։ Ենթադրում եմ սա։ Բայց արտաքին հարաբերություններում այդ կորուծիտներ հասկացողությունը ուրիշ անուն ունի, կոչվում է դիվանագիտություն։ Եթե դու դիվանագիտությունը խառնում ես կորուծիտների հետ, վերջի անպայման մի փոսի մեջ ես հայտնում։ Այն երկիրը չի, որը չի հասկանում կամ չի տեսնում, թե դու ինչ ես անում։